նշել է, որ Հայաստանի իշխանությունները պղծում են հայրենական մեծ պատերազմում նացիզմի դեմ պայքարած հայերի հիշատակը, մասնավորապես նմանելով այն, որ Զելենսկին հնարավորություն է տրվել Երևանից սպառնալիքներ հնչեցնել, բայց իմ հիմնական հարցը դրա կարող է վերադառնալ, բայց երեք Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երկու օրինակով պետականացնելու է նաև Արարատ ցեմենտի գործարանը, եւ սա այս ամենը ընտրություններից մի քանի շաբաթ առաջ արդյոք դա հակառակ էֆեկտը չի ունենալու հենց դες համար եւ ինչու է միայն հիմա հիշել, որ Արարատ ցեմենտում ըստ էության ինչ որ չարաշահումներ են թույլ տրվել հիմա չենք հիշել եւ եթե հիմա չէ ավելի վաղ եղել ինչու է Չէ, հիմա չենք հիշել, հիմա է դատախազությունը գտել։ Դատախազությունը գտել է, այսինքն իրավական հիմքերը հիմա են ստեղծվել։ Եվ եթե 2018-ին գտնեինք, 2018-ին ենք անելու, 20-ին, 20-ին, 28-ին գտնեինք, 28-ին ենք գտնել, թե որևէ մեկին թվում է, թե դեռ իր ապօրինի գույքի հետևից, որ դեռ չենք գնացել, բայց դա իրեն երաշխավորում է, որ 28 թվին չեն գնալու, դա իրենք սխալվում են, որովհետև բոլոր ապօրինի գույքերի հետևից էլ գնալու ենք եւ այդտեղ որևէ կոմպրոմիս, որևէ օլիգարխի հետ չի կարող լինել, ինչքան էլ որ ասենք թե լիարժեք համապատասխան որը եղբայր ջան, չի լինելու։ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ վերադարձվելու է ժողովրդին, այդ ինչ ոնց է ժողովուրդը երկուսի որ բանին ուզի գնալու է մտնի Արարատի ցեմենտի գործարան առանց ինչ որ բանի Ոչ, մնացած բոլոր դեպքերում ինչ հայտարարել եք, որն է վերադարձը։ Վերադարձը գիտեք որն է ժողովրդին վերադարձը, օրինակ ԶՊՄԿ-ի 22.5%-ի դեպքում ոչ միայն հարկն է պետությունը, այլ 22.5% շահույթը մտնում է պետական բյուջե, այդ պետական բյուջեի մտած փողով էլ այս ժողովուրդը օրինակ գնում է անվճար առողջապահության ապահովագրություն ստանում։ Գնում է մարդը, որը երբեք 4 միլիոն դրամ փող չի տեսել, երբեք, գնում է, ասում են 4 միլիոն դրամ պետությունը վճարեց ձեր փոխարեն, գնացեք ու 4 միլիոն դրամանոց վիրահատության ենթարկվեք։ Այն նույն մարդը, որը դատապարտված էր մահվան միջև այդ, որովհետև 4 միլիոն դրամ ուղղակի ոչ գույք ուներ այդ մարդը, ոչ աշխատավարձ ուներ, ոչ էլ իրան կարող էին այդքան վարկ տալ։ Ու այդպես տասնյակ հազարավոր մարդկանց Հայաստանի Հանրապետության կառավարությունը փրկել է եւ 100 հազարավորների էլ առաջիկայում է փրկելու։ Այդպես, այնպես ինչպես որ օրինակ 10,000 դրամ պլյուս 10,000 դրամով կա ուրեմն բարձրացած կենսաթոշակները։ Եվ այսպես շարունակ, այսինքն այդ դրանից շահույթը կգնա պետական բյուջե ու օրինակ մի հատ էլ 5,000 դրամ կավելացնենք ոչ թե առինջի սարի վրա դղյակ մեկը կսարքի մեջը 3 հատ առյուծ կպահի, այլ օրինակ 667,000 մարդու 5,000 դրամ կենսաթոշակ կտանք։ Այդպես է տեղի ունենալու։ 667,000 կենսաթոշակառու նպաստառու ունենք։ 667,000 կենսաթոշակառու եւ նպաստառու էլ եմ ասում։ Այսինքն առինջի սարի վրայի դղյակը իր առյուծներով, կվերադառնա ժողովրդին ամեն մեկին 5,000, 3,000 ինչքան որ կլինի, այդպես է տեղի ունենալու։ Իրավապահ մարմինները երևի թե այսօր պատշաճ հաղորդում կանեն, ես կարծում եմ, որ եթե անկախ նրանից ով ուզում է լինի, եթե հայրենիքի նկատմամբ դավաճանություն է որևէ մեկը գործում, այդտեղ ներում բեկում չկա եւ պետք է գնալ մինչեւ վերջ եւ պատժել ամենախիստ ձևով։ Ենթադրում եմ, որ այո։ Պարոն Պապյան, տեսեք, խնդրեմ ելի հայ-ռուսական օրակարգին վերադառնալ։ Հարցս այսպես ձևակերպել։ Եթե պայմանական կոնկրետ գործողություններ առնեն ռուսական կողմից, դժվարացվի ցորեն մուտքը Հայաստան կամ գազի հետ կապված որոշումներ կայացնեն, կա գործողությունների ինչ-որ սցենար հակազդելու, որ կառավարությունը քննարկում է ունի։ Եթե ընդհանրացնենք այսպես պլան B, որ գոնե հնարավոր ազդեցությունները բոլոր մեխանիզմները կան, մշակված են, դրված են, բայց մենք հավատացած ենք, որ ձեր ասած սցենարը տեղի չի ունենալ, որ ձեր ասած սցենարները մշակված են դեռևս տարիներ առաջ, բայց մենք հավատացած ենք, որ դա տեղի ունենալ չի կարող, իսկ ընդհանուր առմամբ այն քաղաքական փոփոխությունները, որոնք որ մենք արել ենք վերջին տարիներին, այդ թվում օրինակ սահմանի բացում, տեսեք օրինակ այսօր ամբողջ աշխարհում 2-3 անգամ բենզինի գներն ավելացել է, Հայաստանում ավելացել է մի քանի %։ Ինչու է այդպես, որովհետև մենք կարողանում ենք էժան բենզին եւ դիզելային վառելիք բերենք
այլ շուկայից։ Պետք է կարողանանք նույնը անենք սորենի դեպքում, պետք է կարողանանք նույնը անենք մյուս ապրանքների դեպքում, որ ոչ թե որևէ մեկից կախված լինենք, այլ մենք կարողանանք ազատ մանևրենք այդպես է։ Չէ, սուր չի հարց է, սա մեկ, սուր տեսեք, սուր չի հարց է պահին Հայաստանից բազմաթիվ ապրանքներ է այսօր, հենց այսօր արտահանվում մեծ ծավալով, շատ մեծ ծավալով Ռուսաստանի Դաշնություն, շատ մեծ ծավալով էլ ներմուծվում է Ռուսաստանի Դաշնությունից, սա մեկ, բայց էլի եմ կրկնում, մեկ տարվա համեմատություն, 2025 թվականի հունվար, ապրիլ, Հայաստանից Չինաստան արտահանումը կրկնապատկվել է, այսինքն 2 անգամ ավելի շատ ապրանք ենք հայկական արտահանել Չինաստան, քան անցած տարի եւ Հայաստանից Եվրոմիություն ապրանքը արտահանումը կրկնապատկվել է, գրեթե կրկնապատկվել է 97-98% կարծեմ, ավելացել նորից, ուրեմն սա նշանակում է, որ այն ինչի մասին ոչ երկար խոսում էինք, այլ նաև գործ ենք անում, որովհետև եթե 150 միլիոնը դառնում է 300 միլիոն, եթե 200 միլիոնը դառնում է 400 միլիոն օրինակ, այդ դա նշանակում է աշխատանք, դա նշանակում է, այսինքն եթե մենք կարողանանք այդպես մեր ընդ որում մյուս երկրների հետ, որոնց հետ մենք ավանդական մեծ շրջանառություն ունենք, այդտեղ կրճատումներ չունենք կամ եթե ունենք շատ փոքր կամ աճեր ունենք որոշակի, այսինքն այնպես չի որ մեկը մյուսի հաշվին են կարող։